Մեր 8-րդ դասընթացը եւ վերջինը այս երեկոյան համար հոգևոր ծառայի փոխհարաբերությունները նրա գնոջ եւ բոլոր մյուսների հետ։ Այս երկու մասերով վրա պիտի կենտրոնանանք։ Առաջ պիտի կենտրոնանանք Աստծո ծառայի նրա գնոջ հետ ունեցած հարաբերության։ Ուրեմն սկսելով ուզում եմ փոքր պատմությունը պատմել։ Ալիստեր Բեգը ինքը ովիվ էր Ամերիկայում սկովդիացի կամ բրիտանցի այդ ովիվը անցյալ դարի ինքը արդեն այլևս ոնց որ դադարեց ծառայությունից, որովհետև տարիքը արավ։ Հիմա ինք մեզ դասարանում տարիներ առաջ հետևյալը պատմեց, ինքը հյուր խոսող էր, եւ որ եկավ սեմինարիում մեզ ասեց հետևյալը, պատմություն պատմեց, որ անգամը ինք երբ ճամփորդում էր Ամերիկայից թեպի Մեծ Բրիտանիա եւ նպատակը ուներ որ պիտի օգներ եղբորը որ այդ եղբայրը ինք սխալ հարաբերության մեջ մտածեր ուրիշ գնոջ հետ եւ այո այս երկու եղբայրները տարիներ առաջ նրանք իրարու հետ համացանություն ունեին ուխտմ ունեին որ իրար պիտի հոգ տանեն եթե այդպեսի բարակամը լինի այդպեսի իրադարձությունը լինի եւ ինք ասել այո նրա հետ խոսեցավ միասին խոսան եւ մեզ պատմեց ասելով որ Փառք Աստծո որ հիմա միմյանց հետ նրանց հարաբերությունը լավ է եւ ամուսնության ցախողումը գանխելու մասին մտորելով մեզ մի քանի խորհուրդներ տվա մի քանի ասելով 15 տարբեր խորհուրդներ ուզում եմ ցեզ հետ կիսվել եւ անշ միևնույն ադեն ինչ կզրուցեմ եթե հարցեր կան կամ ուզում եք արագ բանը ասել ցեր կողմից ինչու՞ չէ որբեսի ամուսնությունը մեր կիներուն հետ մեր կիները որ Տերը մեզ շնորհած է չծախողվի հաբա հավատարիմ մնանք այդ կոչումին հետեւյալ բաները մեզ ասեց նրա փորձառությունից եւ բարձրապես ուզում եմ սրանք կիսվել ինչու որովհետեւ այս բաները կարեւոր են մեզ համար իբր Աստծո գործի ծառաներ հետեւյալը ասեց կարգով հերթականությունով գնում եմ ասեց մի եղեք միամիտ մտածելով թե դա ցեզ չի կարող բադալ այսինքն ամուսնության նկատմամբ խնդրի մեջ ընկնել երբ դղամարդը այս բարակային երեցը սարգավակը ինք մանավանդ երեցը ինք ուրիշ կնոջ հետ այդ անբարո հարաբերության մեջ մտնե ինք ասեց այսին երբեք չկարծենք որ մեզ հետ չի կարող պատահել այդ արումով որ զգուշ պետք է լինենք երբեք չասենք որ մենք զերծ ենք այդպիսի բաներից չէ մենք դիրոջ նվիրված ենք մենք մեր գնոջը մեկ գնոջ մարդ ենք եւ այն այո դերորդն է բայց էլի զգուշ պետք է լինենք որ չընկնենք այդպիսի փորձության մեջ եւ սա անշուշտ նրա խրատներն էր մեզ դասարանում եւ այո սա մեր էքսպոզիցիական կարոզապանության այդ ծրագրի մեջ ինք այո ուրիշ բաներ սովորեցրեց մեզ առավել մեզ հետ սա ալգիսվեց ինչու որովհետեւ մեր կարոզիչներ լիները չի նշանակում որ մենք միայն կարոզապանությունով պիտի զբաղվենք ապա մեր անձնական հարաբերությունները սկսյալ մեր ընտանիքից մեր գիների հետ կարևոր է որ առողջ լինեն երկրորդ ասեց մի ենթադրեք որ լավ ամուսնությունը կարելի է գտնել եւ բաբանել առանց մեծ ջանքերի ինչու որովհետեւ այս ամուսնական կյանքի ընթացքում ադեններ պիտի լինի մեր կյանքերու մեջ կարող է լինել անշուշտ ամեն մեկերնից դարբեր փորձառություններ ունենք ոմանք մեզ կարող է անգամ մեծ չանքեր չբանչեն, քան թե ուրիշները մեր ամուսնությունները խնամելու, բաբանելու համար։ Եվ ինք մեզ խրատեց ասելով, որ մի ենթադրեք, որ լավ ամուսնությունը կարելի է գտնել եւ բաբանել առանց մեծ չանքեր, այսինքն չանքը բանջ։ Ինչու որովհետեւ երկուսն էլ, թե մարդն էլ, թե գինն էլ, եւ դու իբր հովիվ լինելով, անշ մեզ ինք խոսար իբր հովիվներ, մեծամասնությունից հովիվներ էինք, որտեվ դասարանում մեզ կասեր, որ այո, թե դու գալ, այսինքն դղամարդի եւ գիներն էլ անշուշտ պետք է նկատի ունենան։ Երկու կողմից
կաշխատի այս հարցը լուծելու համար։ Եթե դուք որպես ով եք սպասում եք, որ միգին այցելի, ինչպես ասեցինք, մի արեք դա ասեց։ Զորնակ եկեղեցին ես եւ սպասում ես այդ ակնկալությունով։ Տեև գիտես, որ բանը պետք չի լինի գնոջ հետ, բայց եւ որ այդ սրդի մեջ այդ ուրախությունը գա, այդ քողնակությունը գա, որ այս քույրը գալիս է։ Հետաքրական գտվի քեզ։ Այդ հարցը պիտի լուծես սրդիդ մեջ։ Չնայած որ ինչպես ասացիք, մինագդ մի չի լինես, ադալ ուրիշ բան։ Բայց կարևոր է որ նկատի ունենք, որ մեր ամուսնությունը բաբանելու համար այո, մեծ չանքեր կպահանջի։ Երրորդ, ասեց մեզ մի թույլ տվեք, որ կյանքի սպառվածությունը քողարկի անդեսումը։ Մի թույլ տվեք, որ կյանքի սպառվածությունը քողարկի անդեսումը։ Այսինքն, երբ կյանքերնից սպաղ է ծառայությունով, միևնադեն մեր կիները թող չի լինեն, որ անդեսվում են մեզանից։ Մեր կիները, մեր առաջնագարկ բարդականությունն է։ Մեր երեխաները, մեր առաջնագարկ բարդականություններն են։ Մեր օգադարությունը նրանց է առաջի տեղը, նրանց է պատկանում։ Նորից հիշեցնենք մենք մեզի 1 Դիմոթեոս 3, ուր հստակ կասե մեր վերագացությունը սկսում է մեր տանը նկատմամբ, մեր տանը վրայով, որբեսի կարողանանք Աստծո տանը վրայով էլ նույն ծառայությունը անենք իբր երեցներ։ Երբեք չասենք, որ շատ գործ ունենք, սպառված ենք, խնդիր չէ, Տիրոջ համար ես անում եմ, վնաս չունի, գինս տունն է։ Մեկ ամիս է զորօրինակ կնոջ հետ բավարար ժամանակ անցած չես։ Հետը դուրս ելած չես, դու եւ ինք։ Դուրս ելնելով, այսինքն կարաս տուննալ միասին ժամանակ անցկացնել, բայց ժամանակ պիտի հատկացնես։ Բայց ինչու դուրս ելնել, կասեմ, որովհետեւ դու եւ ինքը երեխաներից երու, եթե անշ երեխաները ամուսնացած են, ադի ուրիշ հարց, բայց դու եւ ինքը լինեք կարևորը։ Ինչու որովհետեւ գինը երբ տեսնում է, որ գինը գամ շատ հոգևոր լինի, գամ քիչ հոգևոր լինի, դեռ գինը տեսնե, որ դու նրան կարևորություն չես տալի բավարար, սխալ է սա։ Որովհետև ամեն բանի առաջ Աստված մեզ հանձնեց մեր ընտանիքները գնոջից սկսյալ, որովհետեւ մեզ սովորեցնե, վարժեցնե, ինչպես նրա եկեղեցու պիտի վերագացություն անենք։ Պետք է անդեսենք մեր կիները Աստծո գործի խաթեր համար, ապա ընդհանրակը Աստծո գործի առաջին տեղը մեր կիները, մեր ընտանիքները գալիս են, սկսյալ մեր կիներից։ Ուրիշ սեմինար կանենք նրա համար։ Մի սխալվեք ծեր գնոջը համարելով որպես աննկատ։ Մի սխալեք ծեր գնոջը համարելով որպես աննկատ։ Ապա ընդհանրակը ինչպես 1 Պետրոս 3-ում գասե, պետք է ամուսինները ինչպես վարվեն նրանց կիներու հետ։ Հիշում եք այդ հատվածը 1 Պետրոս 3, մի հատ գնանք այնտեղ։ Ինչպես, ասա։ Այո, որովհետև հիմա, այո, ասա։ Այո, հոգադարությամբ։ Այսինքն պետք է նկատի առնենք, մեր գիները չանդեսենք սարումով, 4-րդ կետը, 3-րդ կետի հետ կապ ունի։ Այո։ 1 Պետրոս 3-ում ամուսինները եղեք կասե ուշադիր ծեր կանանց հանդեպ։ Ամուսինները մին նսեմացրեք գնոջ տեսակետները, եթե նա չհակնի զորօրինակ բիզնես կոստում, ինչու որտև երբեմն կան հովիվներ, որոնց մտքում որոշ հասկացողություն կա, որ գինը ինչպես պետք է լինի։ Նրանք օրինակ սիրում են, որ գինը այսպես հակվի, այսպես շտկվի, բայց եթե ծեր գինը այդպես չի հակվում, այդպես չի շտկվում եւ այդպես չի անում, ինչպես ուրիշ գիներ, սա չի նշանակում, որ մեր գիները անշուշտ մեր աչքերը պետք է ընկնեն։ Բայց գինը կարող է այդպես չի սիրել հակնել։ Էլի դակա պիտի սիրես նրան, չէ՞։ Այո։
Հա? Կինը դեռ չի սիրարվել։ Նոր պիտի ամուսնանան, թե ամուսնացել են հələ չի սիրարվել։ Չէ, չի սիրալվել, չասեցինք։ Չի սիրեն հապնելու մասին ախոսքը։ Ակուստի մասին ախոսքը։ Ես ասեցի, կինը դեռ չի սիրարվել։ Ներերուսը։ Հինգ։ Սխալ վարտաբերություն լինի, անենք ասենք, գինը չի սիրալվերին ամուսինին ինչ է։ Ավակ եղբայր։ Մի հանեք հին սխալները կամ անցյալի հիաստապությունները։ Գիտեք, երբեմն ամուսնական կյանքի մեջ, երբ որ իրարու հետ, ասենք, որոշ անհասկացողություն մգել է, սրտնեղություն մգել է, երբեմն ինչ կարանք ասել, դու հիշում ես անցյալին ինչ ասեցիր, կամ ինչ արեցիր, կամ անցյալը եթե ներված է, հոն կմնա, կսովորենք դասեր նրանցից և գանցենք առաջ միասին, իբր մարդ և կին, ամուսին և նրա կինը։ Հին սխալները մեջտեղ բերելը երբեք չոքներ մեր հարաբերության։ Այո, հին բաներին, հին մեղքերին, կամ անցանքներին, սիրտ գոդրումներին, կարա երբեմն բադայի, որ ետ միտքը գալիս է, գխոսակ և այն, բայց ոչ թե անցևով, որ էլի կարծեք թե անցը նորից հանցավոր է, արդեն ներված է, չէ, արդեն խոսեցանք, համացայնեցանք, իրար ներեցինք, պետք է առջև գնանք, առաջ գնանք։ Ինչու որև եղբայրը գասե սատանան սիրում է, որ մենք որոնենք ներված մեղքի աղբը։ Սատանան սիրում է սա, որ էլի գնանք ներված մեղքի այդ աղբանոցի միջից ետ այդ ներված մեղքի աղբը ասելով, այդ բատկերազարդումով մեջտեղ բերենք և իրարու հանդեպ նորից սրտնեղություն լինի։ Հետո, սա էլ անշուշատ բարձ է, մի համեմատեք ծեր գնոջը այլ գիների հետ, արդակինի կամ ունակությունների առումով։ Ինչու որովհետև, եղբայրներ ջան, հիմա հասկանում ենք, հիմա ամեն մի կին նրա հատկությունները ունի և նրա, ասենք, տարբեր վայելչություն ունի արդակինի նկատմամբ։ Եվ ասված ամեն մեկուն հատուկ շինած է, հատուկ ստեղծած է։ Եվ մենք գիտենք եղբայրներ ջան, որ չափ մեր գիները տարիքով առնեն, մենք ալ տարիք առնում ենք և իհարկե ավելի երդասարտները տեսնում ենք, բայց մեր հավատարմությունը մեկ կնոջ հանդեպ է, սա է մեր գոչումը։ Եվ սա է սրա մեջը, որ իբր երեց և սարգավակ Պողոս առաքյալ 1 Պետրոս 3-ում հստակ կնե, որ մեր գանչվածությունը հնազանդ լինելն է այս կետի մեջ։ Չէ թե ոչ եթե մեկը բաց թողնե այս կետը, այլս չի կարող Տիրոջ ծառայել։ Կան եկեղեցիներ երբեմն կասեն, դերը ներած է, ուրեմն մենք պետք է ներենք անցնենք։ Ներելու հարցը չէ, վկայության հարցն է, օրինակ լինելու հարցն է, այլևս դու բաց թողնած ես այդ օրինակ լինելու հարցը և չես կարող այդ վստահությունը ներշնչել ուրիշների մեջ քո առաջնորդությամբ։ Այո։ Ասում ամուսիններ նայում են ու ասում եւ որ ամուսնացան երկուսս էլ գեղեցիկ էին ինչպես ես։ Ասում եւ որ ծերացան, տգեղացան ինչպես դու։ Շնորհակալություն եղբայր։ Տիվյոտ մի թողեք, որ հագարակ սերի մարդ մտնի այն շրջաններ, որոնք բացառապես ծեր գնոջ դիրույթն են։ Մի թողեք, որ հագարակ սերի մարդ մտնի այն շրջաններ, որոնք բացարձակապես ծեր գնոջ դիրույթն են։ Ոչ հատ, ոչ հատ։ Այ, եղբայրը պիտի բացատրե։ Հա, Արթուր եղբայրս։ Ասում մեր տուն, այսինքն կոնկրետ, մեր տուն չմտնեն։ Իրականությունն արդեն գրավել է։ Հասկանում եք, նրա մասին չի խոսում եղբայր։ Այսինքն այն բաներու մեջ, դեղ, այսինքն անպայման ֆիզիկական դեղի մասին չէ միայն։ Հապա այն ոլորտներում, որ միայն քո գնոջ կպատկանի, ուրիշին չես ստանում այնտեղ։ Անգողինը լա, կամ սենք թե Հունաստանը լա, Եգիպտոսը լա, Անգլիստանը ուր որը լա, կամ սենք Սուրջիը լա։ Ես չգիտեմ ոնց կանեք ձեր դուրը, բայց մեր թարակները բաց են։
Այո, գադակ է, գիտեմ։ Այսինքն գիտեք եղբայրներ ջան, հիմա եթե զոր օրինակ դու սովորություն ունես, որ միայն քո գնոջը դետ դուրս գնում ես հաց ուտելու եւ որ միայն գինը հետդ ուրիշ գնոջ հետ մի չանես։ Այդ բարձ օրինակով, շատ բարձ օրինակով։ Հիմա եթե օրինակ մայրը դե հասկանում եք, մորը դե կարաս դուրս գնալ, ջաշ ուտել մինագը մեկը չի խառնվիր։ Մայրը դե ամեն մարդ գիտի։ Տարիքով գինա, բախտատմած։ Նույնիսկ եթե մեկը օրինակ երդասարդ մայր ունի, էլի մայրը դե։ Եթե մեկը սխալվի գարձե ուրիշ գին մնա, չէ, ծանոթ չէր, էս մայրս է։ So, խնդիր չկա նրա մեջ։ Մի թողեք միմյանց ազատություն, որը հանգեցնում է անդեսման։ Նորից, այս կետը մի քանի կետ առաջ մի քիչ սրա վրայով դպչեցինք, այսինքն ազատություն եւ որ ունենք որոշ բաների մեջ, թող չլինի որ հետո այդ ազատությունը անդեսման դառնա։ Զոր օրինակ։ Հիմա գինդ քեզ գասե, հիմա եղբոր օրինակն է, իմ օրինակս չէ, զորնակ։ Ինք աս օրինակը դալիս է, որ ինք ճամփորդում է տարբեր ծառայություններու առումով, տարբեր երկրներ, եւ ինք ասե որ թող քո գինը գիտնա, ուր եւ երբ դու պիտի ճամփորդես, որ գիտնա որ դու այնտեղ պիտի լինես աս վայրում, այս օրերում, որ չլինի որ քախնիապար լինի։ Չասես որ զոր օրինակ, ես 3 օր ասիչ քաղաքում պիտի լինեմ, երբ որ 1 օր այն քաղաքում եղար եւ 2 օր ուրիշ քաղաքում գնացիր եւ ինչու գնացիր այդտեղը գինը չգիտեր։ Այո, մակրությունը, թափանցիկությունը, ազնվությունը այդպիսով, այո։ Եվ ինք կավելացնի ասելով այս օրինակի նկատմամբ օրինակը դվեցինք արդեն, ինք ասե որ հաշվետու եղիր նրան, որբեսի քո բացակայությունը թող չի լինի որ այդ անդեսման պատճառով, ասի դու անդեսեցիր, մոռացար ասելով որ գինը գիտե որ դու ծառայության գնացիր, չէ խնդիր չէ ասար նրան, այո կվստահի քեզ, դու կվստահես, եւ հավանական է որ ցանկիտ մեջը սխալ բանը չի սրած, նույնիսկ եթե գնոջդ մոռացար ասելու որ ասիչ տեղը պիտի լինեմ, ասիչ քաղաքը գնում եմ, մի օրով, 2 օրով ծառայության համար ինքը գարձելով որ մի քաղաք պիտի դե, բայց 2 քաղաք գնացիր։ Երբեմն կարելի է որ մոռացվի, բայց ավելի լավ է որ սովորություն անենք, որ հիշենք որ այս տեղերը գնում եմ։ Եվ այո, լավ կլինի այդպեսով, ինչու որովհետև գինը այնադեն գիտի որ դու բամը չունիս պահել է։ Չկա բամը որ բահված է։ Հստակ է ամեն բան նրա համար։ Շեֆը պիտի հա, այո, շեֆը իրար շեֆ, վարչապետ, ասենք, դες բառեր հայերս սիրում են ասում։ Վարչապետ։ Երբեմն sense դեպք է լինում, ասենք մի անգամ դեպք ինձ հետ պատահել ու իմ մեջ լավալ է շատ քույրերից մեկ որ շուտ էին ասում ծառայության, ոնց որ ասեմ պիտի գնամ կախկազոր ծառայություն։ Ես բայց կինս չգիտեր, բայր գնացի։ Օրինակ եմ անում ծառայություն։ Միջև տուն եմ հասնում, քույրը զանգում է տնօրենի հետ շփվում են, մտնում մեկի մի ժամ ասում մոռացել եմ արդեն խոսեցի, ասեմ պատրաստ եմ որ վաղ գնամ, ենթադրեմ ծառայություն։ Դնում ձեն չկա։ Ասում ինչ է վերջում, արդեն ասում մի բան եղել է։ Ոնց է լինում որ ինձ շուտ այն անում են մյուս քույրը։ Ես նոր եմ անում։ Այո, լավ օրինակ է, այո։ Ինչու որովհետև բադայեցավ որ մեկում ասեցիր ուրիշ քրոջ մասի որ զարգացող բիլնենք զոնա կոնֆերանսի համար, բայց մոռացար գնոջդ ասելով գինդ քիծավ ինչու համար ինքը գիտե ինձ մի առաջ։ Եվ շիտակ է, իրավունք ունի։ Այո, թե ասի քեշ հոգով չեն գրած այդ բանը։ Բայց այո, ուշադրություն պետք է ունենք նամանավան, այո, ներողություն խնդրենք նամանավան, եթե այսպեսի բանը գրգնվի, անգամներ խնդիր է։ Էլի նույնիսկ եթե դիման չեն գարեր։ Որպեսի մտքի մեջը, այսին վստահության բագասը թող չի լինի, որ ամուսինս ինչ է, ամենադեն էստեղ գնում, այնտեղ գնում, ուրիշը գիտե, ես չգիտեմ։ Օրական աղոթեք ձեր ամուսնության, առողջության եւ դնային համերաշխության համար։ Էլի, բարձ սկզբունքներ եղբայրներ ջան։ Անշուշտ պետք է աղոթենք մեր գողագիցների համար, մեր կիների համար, նրանց հոգևոր առողջության, ամուսնության առողջության, մեր դան մեջ համերաշխության համար, լա գնոջ անտեպ, լա նրա
այսինքն մոդեցումը երեխաների հանդեպ, մեր մոդեցումը հարաբերությունը երեխաների հանդեպ եւ այդպիսով միմյանց հանդեպ աղոթելու գարիքը գա։ Աստված, որովհետև մեր աղոթների միջոցով գործում է իր ողորմությունը մեր ընտանիքների ներս։ Դաս եղբայրը գասե եղեք զոհաբերող ծեր սիրո արդայության մեջ։ Հիմա սիրել գա եւ զոհաբերական սեր գա։ Մենք գիտենք մեր դիրոջից մեր դեր ինչպես արեց զոհաբերական սեր ցույց տվեց։ Զորոնակ Հովհաննես 4-ում գասե։ Եվ անշուշտ այդ շատ ծանոթ համարը Հովհաննես 3:16-ում զոհաբերական սիրո մասին Աստծո խոսքը գխոսա։ Դվեց, միածին որդին դվեցը կնշանակե այդ զոհաբերական սիրով տվեց, որ ինք խաչի վրա մեր մեղքերի համար մեռավ։ Օրինակ եղբայրը գասե Լոս Անջելեսում եւ որ ինքը սովորած ժամանակը, երբ գինը դնային բարդականություններ էր կատարում, զոհաբերող էր, ինչու որ ինքը սովորում էր եւ որ անշուշտ ինքը լրիվ ժամանակ սովորում էր, դեռ չէր աշխատում, չէր ծառայում այդ առումով, ով անում էր դան բարդականությունները, միայն կինը։ Մարդը ավելի ներգրաված էր սովորելով։ Հիմա մենք Հայաստանում այս խորհուրդը կարող է աչափ չի չարժեքավորենք, չգնահատենք, բայց Հյուսիսային Ամերիկայում սովորաբար օդարները, դղամարդիկ եւ նրանց կիները տարբեր բարդականություններ ունին տան նկատմամբ։ Օրինակ, գինը անշուշտ խոհանոցի մեջ սովորաբար աշխատում է, մարդը դնից դուրս աշխատում է։ Խոտ կտրել։ Մենք այստեղ քվարտիրաներով մեջ ապրում ենք սովորաբար։ Այնտեղ խոտ կտրելու հարգը կա։ Միշտ, ռեգուլյար ցևով։ Բայց Հայաստանում էլ է։ Մեր մոտ ու տակ Հա, հիմա այս առումով որ եղբայրը իր օրինագից ասեց, որ այսին այն ադեն ժամանակ մը գար, որ լրիվ դան հոգադարությունը նրա վրա էր։ Օրինակ, մենք տղամարդիկս մեծամասնությունից, որ ավտո քշում ենք, գիները սովորաբար չեն քշում այդքան։ Հիմա այսօրով ավելի եւ ավելի Հայաստանում գիներն ավտո քշում են, հասկանում ենք։ Բայց ժամանակին եղբայրներ ջան, դուք գիտեք, որ ասկե կարող է 30 տարի առաջ քանի գին ավտո քշեր։ Քանի գին։ Մադով եթե գահամրվեր, եթե, հա, որտեվ ոնց որ սուտ վարտաբերության մեզ պամն էր, երցողվածողության մեզ պամն էր գին օտո քշեր։ Կամ ավտոբուսի դիմացը նստի։ Ուր։ Հա, ավտոբուսի դիմացը կինը չէր նստի։ Բարորդի գողքը։ Չէի նստում, դի գողը։ Հա։ Շատ արեք։ Ուրեմն կարևորը որ պետք է մեր սիրո արդայության մեջ մեր կիների հանդեպ զոհաբերող լինենք, որովհետեւ նրանք ալ հասկանան, որովհետեւ նրանք էլ նկատի առնեն, որ մենք պարզապես միայն ծառայությունով ներգրաված չենք, որովհետեւ եթե գինը այդ քահապարը ստանա, որ հովիգը ամենադեն ծառայության մեջ է, արդների գուն երեկոյան գալիս է հաց ուտում, ուրեմն ես աստեղ գարզես թե ոնց որ խոհարարուի եմ ռեստորանում, եկավ գերավ խմեց, հանգստացավ, մի հատ պատատվեց գնաց քնելու, օրինակ։ Այո, օգնած ես։ Հա, երբեմն կարելի է ասել, որ այսինքն օկիսնայր հոգնած եմ չեմ կարող պետք է քնեմ, հասկանա, բայց եթե ամենադեն այդպես անես, նրան անդեսում ենք, մեր գներուն անդեսում ենք։ 11. Եղեք ստեղծարար, համարձակ եւ երբեմն շռայլ ծեր սիրո արդարություններում։ Այսինքն ինքը եղբայրն հետևյալը գասե սրա վրայով արդարությունը ցանցրանալիության հոմանիշ չէ։ Հիմա ասեմ ինչ ցել գուզե։ Մեր հարաբերության մեջ եւ մեր սիրո արդարության մեջ մեր գիների հանդեպ պետք է գասե ինք, այսինքն ստեղծարար ասելով, այսինքն մտածենք ծևեր ինչպես կարանք նրանց հաջեցնել։ Օրմը զորօրինակ մի բունչ մը վարդ բերել, զորօրինակ։ Գամ շոկոլադ մը բերել հետը։ Գամ դուրսը, ինչպես։ Եվ այո, եւ երբեմն եղբորը սազի ամացայն, այսին շռայլ եղեք, այսինքն ոնց որ վրա մի ծախսես մի քիչ։ Ինքը կարող է ուզե ծախսել։
Գիները գսիրեն սովորաբար ծախսել, հա։ Բայց դու յալ պիտի անես։ Թող չլինի, որ ինքը այդպեսի քաղաքապար գասում է, որ միշտ ինքը պետք է քեզ մե փող ուզե խորե այդ արումով ուզե, որ ինքը գնա, որ ծախսե իր վրայով նակ հակուս շոր առնե աս եւ այլ։ Երբեմն դու ասե Համեմատում են մեքենայի հետ, կանայք կարող է իրենց ծախսերը համեմատեն մեքենայի հետ, ասեն, ես մի մեքենայի չափ չկանք։ Հետաքրական է այդ պատկերասրտումը։ Շնորհակալություն։ Այո, արդարությունը ցանցրանալիության օմանիշ չէ, այսինքն երբ դու արդարության ծառայության մեջ ներգրավված ես, սա չի նշանակում, որ քո եւ գնոջ միջև հարաբերությունը ոնց որ ցանցրանալի եղած է։ Ցևեր պիտի գտնես, ստեղծարար ցևեր, որ այդ հարաբերությունը ոնց որ թարմ բահվի։ Կարևոր չէ, թե 50 տարի ամուսնացած ես ալ։ Կարևոր չէ։ Այո, երդասարտության կարող է ավելի բաներ հրացենք, դեղեր կացածենք միասին, ինչու երդասարտ ենք, կարող ենք անել։ Եվ որ ձերանանք այլևս շատ չենք ուզում ման գալ, դուրս գալ, այս անել, այն անել, հանգստանալու գնալ, չգիտեմ ուրիշ երգիր, դժվար կլինի, հասկանում ենք, բայց ցևերը կան, որովհետեւ մեր ամուսնությունը թարբահենք։ Եվ կարևոր է սա, ավակ եղբայրս, հիմա երբ որ գնաս, Նադիա քրոջը պետք է բամ պատրաստես մտքի մեջ, որ նրան ուրախացնես։ Նո ինձ նայում ես, ես քեզ ասում եմ, արդեն շատ լավ։ Միակ բան պատրաստել է։ Շատ լավ։ Բայց ինքն չի բողոքում, որ ծաղիկներ են տանում, ուրախանում ասում։ Բարկասը, Ես չեմ տանում։ շատ լավ։ 12 Ես շարժում։ Եղբայրը գասե, համոզվեք, որ ծեր երեխաներին չօգտագործեք որպես սոսինց, որ ցեզ իրար հետ բահի գամ զավեր, որ ցեզ բաժանի, այսինքն մի արակ այդպես, որ ծեր զավակները երկուսի միջև այսպես օգտագործվեն եւ խոչընդոտ լինեն ծեր հարաբերության մեջ։ Ինչու որովհետեւ նրանք գնում են ասե, մենք մնում ենք։ Երեխաները շարունակում են իրենց կյանքը, իրենց կիների, ամուսինների հետ, երբ ամուսնանում են, բայց ամուսին եւ կինը պիտի մնան մինչև վերջ միասին, մեկ բարձի վրա այդ առումով, հա։ Հիմա մենք արդեն փորձարաբար հիմա հասկանում ենք սա, որովհետեւ մեր երեխաները այլևս մեզ հետ չեն։ Բացի երբ գնանք ան այդպես։ Ուրեմն երեխաները թող չօգտագործվեն, գարձեք թե ինչու գիտեք, երբեմն ընտանիքներ կա ասեն, եթե երեխաները չլային, ոնց որ այդ գլուի նման գբաժանվենք շադոնց եւ այլն։ Այդպես պետք չէ բանենք։ Ամել մարդիկ կան երեխա չունեն բաժանում։ Հա, դա ուրիշ բան, այո։ Գարձեք թե Աստված ասած է, որ եթե երեխա չի գա արագ բաժնվել։ Ինչու որովհետեւ մենք գիտենք, որ որովայինը բացողը եւ փագողը Տերն է։ Նույնիսկ Ռաքելի եւ Հակոբի բարակային եւ որ Ռաքելը երեխա ուզում էր, այսինքն բան եղավ եւ Հակոբ փարգացավ, ասավ ինչ ես Աստծո տեղն եմ ասեց։ Եվ Տերը բայց շնորհեց հետո իրեն։ Երեք խրադ եւս կա, երեք թելատրանք եւս, եղեք անզիջող, դիմակրավելու ովևէ մեկին կամ ովևէ բանի, որ երացնում է ծեր սկացումները միմյանցից։ Ովևէ մեկ բան, ովևէ մեկ անց, որ մեր սրտերը ավելի գերացնեն իրար մե, իբր մարդ եւ կին, անշուշտ պետք է պատրաստ լինենք դիմակրավելու այդպիսի, ասենք, մարդահարավերները, պետք է լինենք անզիջող գասե ինք։ Հա, այսինքն, օրինակ, եթե բադայեցավ, որ ոչ թե միան ուրիշ գինմը հարցի մեջ կա, կամ ուրիշ մարդմը հարցի մեջ կա, նույնիսկ եթե բադայեցավ փամը, մի բան, Զոնքա չեն գիտա մեջտեղ խառնում։ զոկանչը, գամ, օրինակ մի բան, զորնակ ամուսինը ինք, զորնակ ուզում ա, որ դան մեջ ունենա, չգիտեմ, տենիսի սեղան, տենիս չի, գիտեք, table tennis, կամ բիլիարի սեղան, զալում, եւ գինը ասում ա ոնց, ջաշասեղանի դեղ չի լինում, եւ դու բնդում ես, որ այո, սա կարևոր է դիրոջ գործի համար, երդասարտները պիտի բերեմ եւ այլն, եթե սա նրան նեղացնում ա, ինք տանը Տերն է, պետք է հարգես նրա ասածը, հա, պետք չէ բամը լինի, որ մեր այդ, ասենք, սիրո հարաբերությունը ոնց որ վնասվի, ո՞ր մի ցևով, այո, Դետեղ հասնես, որ ուժերից վեր իր ասած դերը
Շարեցիկ կդերանա, անես հնար չկա, Դա վերաբերում է երկուսին։ Հիմա նայեցեք եղբայրներ ջան, ամեն մեկերնից բարականները մի քիչ տարբեր են, եւ պետք է մենք արդեն իսկ գիտնանք ոնց պիտի վարվենք մեր կիների հետ։ Այդ բալանսը բայելու համար, այո։ Հիմա ինչպես մենք էլ, հիմա մենք մեր վրա խոսանք։ Իբր տղամարդիկ մենք պետք է նայենք, որ եթե մեր ընտանեկան կյանքը դժվարացնում ենք կամ թյուրացնում ենք, հեշտացնում ենք կամ բարդացնում ենք։ Առաջ որ մեր գնոջը անշուշտ վրա սխալ գտնենք այդ առումով, mēs չեմ ասում սխալ գտնում ենք այդ, բայց նկատի ունենանք, որ անշուշտ երկու կողմից կաշխատի այս հարցը, բայց նրա խրատները մեզ համար է, որ մենք իբր ծառայող ամուսիններ գիտնանք ինչպես պիտի մեր կիների հետ վարվենք։ Միադալ ասա, գինը լավ բան է, բայց ափսոս հիմնական բանն է։ Հումոր, այո։ Հաջորդը, եղեք պատրաստ լսելու եւ բաց խոսելու այն մասին, թե ինչ է դեղի ունենում միմյանց մտքերում եւ սրտերում։ Եվ նայեցեք եղբայրներ ջան, մենք գիտենք, որ կիները սովորաբար մեզ մե ավելի գսիրեն պատմել, խոսալ, սովորաբար։ Ինչու կասեմ սա, որովհետև պիտի մտի գնես նրանց։ Հիմա հոգնած դուն գալիս ես, ծառայության հետ կը, երկար օրե հետ կը, ժողովներ, բայկարներ, հոգևոր բայկար եւ այլն, ըսիսավներ, հարցեր, խորտադվություն, այցելություն, ավետարանչություն, եւ հետո դու միտիկաս գինդ քեզի բիդիսե այսօր ինչ եղավ։ Երբեմն գարա նույնիսկ մարամասության գնալ։ Այսօր օրինակ ես, չգիտեմ, սպասի մեջը գնացի, շուգա, այս վերցրեցի, քեզ համար կարող է կարևոր չլինի այդ բոլոր դետալները։ Ինձի համար կարևորը դու օսես, սպաս էստեղ արջևս, շնորհակալ եմ Տիրոջից եւ քեզանից, մերսի։ Բայց ինք քանի որ մինակ է տունը, եթե երեխաներ չկա, պետք է խոսալ, բամը պատմել եւ գիները սովորաբար սիրում են պատմել, խոսալ։ Անշ որոշ գիներ կա, որ ավելի անթարթ կլինեն, բայց սովորաբար ենք սիրում պատմել։ Մենք ադղամարտիկս սովորաբար ավելի մեր բարերը գշրված են։ Եվ որ պետք է գխոսանք, եւ պետք է չեն խոսանք։ Հա։ Բայց եղեք պատրաստ լսելու նրանց, մեր գիներուն։ Եվ բաց խոսելու այն մասին, թե ինչ է դեղի ունենում միմյանց մտքերում եւ սրտերում։ Ինչու որովհետեւ իրար պետք ունենք։ Եվ վերջինը, գասե համոզված եղեք, որ շատ լավ ամուսնությունը հնարավոր է աստվածային օգնությամբ եւ մարդկային ջանքով։ Ինչու աստվածային օգնությունն է կարևորը անշուշտ, եւ մենք ազո շնորհքով եւ ջանք կտապենք, որ մեր ամուսնությունը առողջ լինի, աճի, այդ սերը բաբանվի, առողջ հիմքերի վրա մնա, դերը անշուշտ կորտնի եւ շատ լավ ազո շնորհքով ամուսնություն կունենանք։ Առաջ որ հաջորդ մասին անցնենք եղբայրներ ջան, ո՞ը մի բան կա, ուզում եք ավելացնել, հարցնել, ասել, այո։ Չէ, մի հատ սկիզբը։ Որ տիվը։ Քանի որ չեք գալիս ձեր գրած գիրերը, Բիդի դեսանյութերը արգա լինեն մոդադենից, այս առաջվա 5 կոնֆերանսները, այս մեկն է ներառյալ, հիմա լինքը մեր ասենք եկեղեցական այդ առողջ չէ, թերթիկները չէ, բայց դեսանյութերը այնտեղ պիտի լինեն եւ կարա քեշտությամբ դեսանյութերի միջոցով անցնել եւ եթե բամը բաց թողնված է այնտեղից ալ կարա քաղել։ Շատ լավ, եթե բամը ավելացնելիք չկա, երկրորդ եւ մյուս մասին անցնենք, ուրիշ եղբայրը, ուրեմն հետեւյալը կներկայացնենք։ Հա, այո։ Ինչ որ մեկ գրել է առաջ երկուսը, Հա գնանք։ Վարդան եղբայրս նայր, ահա Վասիկ, առաջին երկուսը։ Հա։ Եդա գրեք։ Այո, այստեղ է, այո։
մի եղեք միամիտ, մտածելով, թե դա ցեզ հետ չի կարող պատահել, այսինքն ամուսնության ցախողում, եւ մի ընդհանրեք, որ լավ ամուսնությունը կարելի է գտնել եւ բաբանել առանց մեծ ջանքերի։ Չէ։ Մյուս ավելի եկեղեցական ծառայության նկատմամբ է հովվի կապակցությամբ։ Դες բան մի արեք, մի սպասեք։ Եթե դու իբրովիվ սպասում ես, որ Մարիամ քույրը 3 շաբթի օրը պիտի կա կոկով խորտադվության համար կամ քեզ պիտի հաց բերի, չգիտեմ, դու սրդիդ մեջ ցանկանում ես, որ ինքը կա, հետը շփվես, խոսաս, ոչ թե մաքուր սուրբ ցանկությամբ, հապա որովհետև քեզ գիտակրի այդ քույրը դարբեր ծևերով։ Մի արա այդպես։ Կարևոր թեմա է, իր գնոջ մասին գա։ Ինչու՞ չէ։ Դերը գամի կարանք, եթե պետք լա։ Շատ արեք։ Հա։ Հիմա այս եղբայրը հետևյալը գասե։ Ուրեմն ծառայության ընթացքում քաղված 40 կարևոր դասեր։ Հիմա այս եղբայրը ինք 4 տասնյակ տարիների հետ կասե, երբ ինք մտորում է իր ծառայության վրայով։ Հետևյալ ոնց որ դասերը մեզ կներկայացնե նրա կողմից։ Ինք կասե, երբ սկսեց կասե ծառայել փոքր գյուղական եկեղեցու մեջ Ամերիկայում, եւ կասե շատ բան չէի գիտեր կասե, բայց ժողովուրդը ինձ սիրեցին, իմ դգարություններից համբերեցին, օգնեցին եւ այսօր ուր որ եմ կասե ազո շնորհքով ասա եւ 40 կարևոր դասեր ուզում եմ մեզ ներկայացնել եւ հավատում եմ, որ հետաքրքրական պիտի լինի, որովհետեւ մենք մեր անձերն մեջ պիտի տեսնենք։ Իր դասեր, նայեցեք, ամեն բան անշուշտ անպայման մենք կարող է չհամաձայնվենք, բայց ինք իր սովորած բաներից մեզ ներկայացնում է։ Դիմեք, Աստված միշտ հավատարիմ է, միշտ կասե։ Այսինքն մեր մտքերում մեջ տպավորենք, որ հոգևոր ծառայության մեջ Աստված միշտ հավատարիմ է, ինչ ալբադահի։ Եվ այս եղբայրը ինքը on-line ծառայություն ունի, որ շատ հետաքրքրական է ինձ համար։ Ուղղակի եկեղեցական ծառայությունների հետ կապ ունի։ Եվ մարդիկ ինքը երբեմն բաներ կգրե, կամ նույնիսկ ոդքասթեր ունի, եւ մարդիկ հարցեր տալիս են նրանց, ասենք թե հadoop բարակաների առումով, եւ ինքը պատասխանի այդպես բաներ, շատ դակրական է, բայց ժամանակ պետք է դրվի, շատ բան կա որովհետեւ էջերով երբեմն մարդիկ գրում են, որ խրած ստանան, այդպես ոնց անենք, այսպես ասպարակայում եւ այլն։ Աստված միշտ հավատարիմ է, թիվ 2, իմ ընտանիքը, իմ մեծակույն բարգևն է, իմ փրկությունից հետո։ Եվ ինք ասե, գամենում է միշտ գիտակցել դա։ Այստեղից սովորում ենք, որ այո, ադենգար, որ ինք այսպես չէր նրա հասկացողությունը, նրա ընտանիքի նկատմամբ։ Ինչու որովհետև երբ երդասարդ ենք, շատ ադեն մենք գծատկենք։ Այս ծառայությունը գա, այս կոնֆերանսը գա, այս on-line հանդիպումը գա, այս կա։ Ընտանիքը, գինը դուր է, զավակները դուր են։ Մա երբեմն մենք երդասարդ եղածներն նայեցեք, ամեն ինչ ատի կարելի իրացենք։ Ես ժամանակին հիշում եմ, երբ երդասարդ էի, փառք Աստծո, մինչև 30 տարեկան ամուսնացած չէի, սա առումով, որ ավելի ծառայության այդ տարիները ավելի ժամանակս երդասարտների հետ այնտեղ դված եմ։ Բայց հետո մեր մոր ամուսնացա երեխա եկավ, շարունակեցի այդ դնել, բայց նկատի արի, որ չէ, աստեղը գին ունիմ, երեխա ունիմ, պետք է նրանց հետ ալ ժամանակ անցկացնեմ։ Բայց չլինի, որ նրանք անդեսվին, պարզապես ես տիրոջը ծառայում եմ, որ մարդկանց առջև լավ երևնամ։
վերջո դե մի դիկա ինչպես անգլերենով ասենք it's going to come back to bite you այսինքն պիտի ետ գա եւ քեզ ոնց որ գծե այդ փած թողածդ ինք ասե գամենում է միշտ դա գիտակցել բայց սովորեցի գասը թիվ 3 ես շատ ժամանակ եմ անցկացրել անհանգստանալով այն բաների համար որոնք այսօր չեմ էլ հիշում մենք հոգևոր ծառայության մեջ նույնիսկ իբր հավատացյալներ նույնիսկ շատ բաներ կա որ երբեմն նրանց վրա կմտահոգվենք բայց մեծամասնությունը այդ մտահոգված բաներուն պիտի չիրականանան այո Աստծո կթողնենք եւ հետո ոչ ալ գիշենք երբեմն մեր գինը կարող է մեզ հիշեցնել որ հիշում ես ասկե 20 տարի առաջ ասինչ խնդիրը կար եկեղեցի մեջ եւ մենք այսպես արեցինք դուք այսպես արեցիք իբր առաջնորդական գազմ եւ այն եւ դու կարող ես մոռացած լինես ինչու որովհետեւ Աստված ադիկա արդեն վերցրեց մեր մտքերիցը սովորեցինք ինչ որ սովորեցինք եւ անցավ գնաց բայց անհանգստանալը պետք չէ լինի մենք ամենքս այդ թունության մեջ կընկնենք եթե մեր Աստվածը ամենակարող գերիշխան Աստված է եթե այդ հավատքը ունենք որչափ դժվար լինի բարական այո երբեմն մենք Պետրոսի նման ալիքներուն նայում ենք հոգևոր մարդահարավների ալիքները ասեմ եւ չենք նայում Քրիստոսի որ ինքը գերիշխան է ինքը ամենազորեղ է ամենաուժեղ է կարող է ինքը մեզ ազատի մեր կենտրոնացումը ալիքներին գնում է մեր դգարություններին մեր կրիսիսներին մարդահարավերներին Տիվ 4 ես չափազանց անձնական էի ընդունում քննադատությունները այսինքն իմ վրա սառնում էի եւ մեկը քննադատեր զիս քննադատների մեծ մասը զայրացած չէին ինձ վրա գասե երբեմն մարդիկ քննադատություն եւ օրանեն ասել չէ որ նրանք փարգացած են մեր վրա նեղված են մեր թեմ որովհետև մարդ եւ որ եկեղեցի մեջ քույր մկա ասե ով եղբայր գիտես քու կարոզը այսպես էր կամ այդպես էր այսինքն անձնականի չառնենք ես այսօր ընդունեցի փաստ եղբորից խոսալուց հասկացա որ կներես Խոստովանի հա խոստովանի գասե Կավարանի գարիկը գա Այնտեղ ունեցա որը այս 4-րդ հատվածը վերաբերվա որ ես ընկալեցի որ անձնական ինչ-որ Բայց հետո որի համար ներողություն եմ նկատի որ շնորհակալ ենք այդ անգելության համար այ Որտեղ քննադատների մեծ մասը լավ նպատակով է որ գասեն այո կան քննադատներ երբեմն maybe կարող է վատ հոգով ասեն բայց ինքը սովորեց որ հա քննադատողներ շատ եղած են բայց նրանց մեծ մասը իմ վրայովս այսի զայրացած չէին բարգացած չէին պարզապես ասում են իմ լավության համար էլ նույնիսկ Թիվ 5 ես միշտ ուժեղանում եմ երբ ժամանակ եմ անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրությամբ եւ աղոթքով իհարկե հոգեորապես ոնց կարող ենք զորանալ եւ որ Տիրոջ խոսքին գնում ենք աղոթքի գնում ենք Տիրոջ առաջ բարձ հիմա Քախնի բան չկա, նոր բան չկա, որ չգիտենք, բայց կարևոր է սա, կարևոր դաս է սա, որ ինք սովորած է տարիներով, որ որքան որ Տիրոջ հետ լինի, Աստծո խոսքի միջոցով եւ աղոթքով ավելի ուժեղ կսկա հոգեորապես։ Իմ գինը թիվեց շատ բան է դիմացել մեր ծառայության ընթացքում։ Ինձ անհրաժեշտ էր նրան ավելի շատ ծառայել։ Այսին հոգ տանել մեր կնոջը։ Մենք իբր ովիվներ մեր ծառայության մեջ շատ բաներ մենք կանցնենք, շատ բաներ կանցնենք եւ մեր կիներն շատ բան կգրեն մեզ հետ։ Այսինքն ինք ասում է որ իրեն պետք էր անհրաժեշտ էր որ ավելի նրան հոգ տանեի, նրան ծառայի։ Քան թե ոնց որ դու վերքերդ լզում ես եւ մորանում ես որ գինը դալ հետը դե ինքն ալ ցավում է եւ տեսնում է դու ցավում ես։ Այսինքն մի քիչ ավելի ուշադրություն նրա վրա էլ թող լինի։ Կարող է գինդ շատ խոսող չէ։ Այս սրտի մեջ կարա բայել։ Խոսողը լա, քոնե գիտես ինչ մտածում է։ Ինքը մտածում է, որ նայե, եկեղեցին ինչ անում է քո վրայով, անարդար տեսնում է։ Եթե դու բամը չասես, բամը չնես, ինքը կարող է մտածել, որ ինչու չես բամը ասում։ Այսինքն խոսիր դա։
Խոսիր հետ է։ Ինքը որովհետև քո կյանքի, քո ծառայության մասն է։ Հիմա այո, մեր կիները հովիվ չեն, բայց նրանք էլ մեր ծառայության մաս են։ Նրանք մեջ մաս ունին։ Այն որոշումները, որ մենք կառնենք նրանց կաստեն, մեր ընտանիքներին գաստեն, նրանք գաստվին։ Պետք է նկատի ունենանք ինչպեսի պիտի վարվենք նրանց հետ, ինչպեսի պիտի նրանց հոգ տանենք, նրանց ծառայենք այս առումով։ Թիվ 7. Երբ ես կարող եմ ծիծաղել ինձ վրա, ավելի արդյունավետ եմ լինում ծառայության մեջ։ Նրա համար է, որ գիտեք, հիմա երբեմն հովիվներ կան, որ երբեք նրանք սխալ չեն։ Երբեք։ Ձո ինձ սխալ կա ասելու, որ սխալ արեցիր։ Թերի գտնվեցար։ Դու վրատ խնդա, ջոկ մեր ասե վրա, ասիկը ես ասանք արեցի, ասին հիմարական բամերի պետք չէ անեի, գիտես, եւ մույս եղբայրները գտեսան, որ սովիվը մեզի պես է, մարդ է։ Բայց եթե ես միշտ ինքսինս ցույց տամ, որ ես իշխանությունն եմ, ես կադարյալ եմ սա առումով, միշտ պատասխան ունիմ բանիմը, ինչու որովհետև շատ թյուրուն է ինքսինդ արտարացնել իբրովի, մեկ բանը գասե դու միշտ պատասխան ունիս։ One up biblical counseling-ի մեջ պատասխան ուտած, մեկ ոս կասե դու սրա վրա պատասխան ուտած, էլի ինքը ուրիշ բան կասե դու դասի դագը չես մնում։ Եթե վնաս չունի, դագը մնացիր։ Թող տեսան, որ ովիվը ամեն ինչի պետք չունի պատասխան։ Ընդհակառակը հոգևոր հասարությունը կնշանակե, որ դու պատասխան չտաս ամեն անգամ։ Ամեն անգամ, գիտեք, Չարլզ Սվինդոլ եղբայրը ասի գասե, դեր ինքը ողջ է, դեր ծառայում է, գրեթե 90 տարեկան է եւ լավ եղբայր է։ Եվ ինք ասե, որ ինչ հոգևորապես մեկը գաջի իր ծառայության մեջ, դեռ ասում է, որ ամեն բանի պատասխան տալու հարգը չունի, գսկա որ պետք չունի։ Ինչու որովհետև երբ մենք սկում ենք, որ ամեն բանի պետք է պատասխանենք, որ ինքնիս արտարացնենք, որը պետք է, որ թիմացին հասկանա, որ մենք շիդակ ենք, սխալ չեն գրած։ Չէ։ Պետք չունիս պատասխանելու երբեմն։ Թող գարձեն այդպես։ Դու գիտես սիրտդ, Աստծո առջև։ Սա։ Որտև ինքսին արտարացնելն լավ չէ, որտև եթե մեկը տեսնի, որ ամեն անգամ պատասխան ունիս ինքսինդ արտարացնելու համար, եւ սովորաբար երբ երդասարդ ենք, ավելի հագամետ ենք այդպես անելու։ Բայց որքան դարիքնից առնենք, ավելի կհասկանանք, որ Աստծո շնորհքով ծառայած եմ, կատարյալ եղած չեմ, ժողովուրդը գիտե, պետք չունիմ ամեն բանի պատասխան տամ։ Ես չեմ ասում սուբկրային պատասխան։ Սուբկրային պատասխանի մասին չեմ խոսում։ Եթե մեկ ասնե սրա իմաստը ինչ է կգարձես հովիվ եղբայր, ապա դու եմ որ սա է։ Սուրբ Գիրքը սա գասե։ Եթե ասես չգիտեմ պատասխանը, օքեյ, մեկ, ուրիշ անգամ չգիտես պատասխանը, ուրիշ անգամ չգիտեմ ինչ գիտես, ինչպես քեզ պիտի մտի գնեմ եւ կարոզես։ Որ բանը սազդ գիտես, հաստատ գիտես, համոզված ես սազիդ մեջ։ Քարոզիչի պատասխան պիտի ունենա սարում, բայց երբեմն բարականներ կան, որ սև ջերմակ սուրբ գրքի մեջ նշված չէ։ Պիտի ասես, որ սա իմ քաղաքարս է։ Կարող է սխալ լինեմ, կարող է շիդակ լինեմ։ Ընդդացիկ է։ Եվ մեր անձերի վրա ծիծաղել նույնիսկ քարոզապանության մեջ, երբ պիտի կադակ անես մեկումը վրա, թող դու լինես այդ կադակի խնդրոարարգանցը, քան թե զորնակ ուրիշ եղբայրը, որ անունով ծանոթ է։ Կարող է պատմությունը, որ գա, օրինակ ուրիշ երկրեմը, բամը, որ մեկը չգիտեր նրանց մասին, կարող է սա պատմել, խնդիր չէ։ Բայց եթե եկեղեցու մեջ անդամների վրա պիտի բանը, այդ եղբայրը անցյալ օր ասանք արեց եւ կարող է ինքը չսիրե այդ բանը, որ նրա վրան մարդիկ ծիծաղում են, չընդունեն։ Եթե հստակ գիտես, ընդունելի է, որ պատմես այնպիսի բան, որ անձը ծիծաղի առարկա կդառնա թեկուզ ուրիշ երկրում։ Ինչպես, չհասկացա։ Եթե օրինակը պիտի բերես ու անունը տաս օրինակ Աֆրիկայում, եւ այդ պատմության կենտրոնում եղող անձի վրա ծիծաղ են, արդյոք կարելի է։ Հիմա նայ, որով ծանոթ չես, բան չես, մեկում պիտի չվնասե։ Ես չեմ ասում, որ ամեն անգամ ուրիշներու վրա ծիծաղիր, եթե պիտի ծիծաղիս, քո անձի վրա ծիծաղի։ Ադե գեդը, չէ՞, եղբորը սա ձադը։ Այսինքն ինքը սովորեց կասե, որ ավելի արդյունավետ էր ինքը ծառայության մեջ, երբ ինքը սովորեց իր վրա ծիծաղիլ, որ ոնց որ թեթևի առ։
թեթևյար։ Ինչու որ եթե ամեն բան լուրջի առնենք, ասին ոնց որ դիպրեսիայի մեջ կինանք։ Եվ ոգևոր ծառայությունը որքան որ մենք խորանանք նրա մեջ, գիտենք ով մեր ետևեն գալիս է։ Սատանան։ Որքան որ նվիրված է, սատանայի թիրախն է ավելի։ Այո, Աստված թույլատրում է սատանային, որովհետեւ ինք կորձի մեր կյանքի մեջ տարբեր ծավալով մեզ խոնարեցնի Աստված, նույնիսկ սատանայի օգտագործման միջոցով, սատանայի խայտոց, չէ՞, մարմնի խայտոցը սատանայի ռեշտակ տրվեցավ գասե։ Մեկնաբանության հիմա գարիկը չկա 2 Կորինթացիները 12:7-ից 10-ում հիմա, բայց սատանայի ռեշտակ կասե։ Աստված թույլ տվեց, որ նրա միջոցով, այդ հարցի միջոցով Բոս Արաքյալ 2 անգամ գասե 7 համարում, որբեսի գասե խոնար մնա։ Այո։ Ծաղել ինձ վրա նշանակում է ծաղել իշելով իմ տկար կամ ոչ հասուն վիճակներից վրա։ Հա, ինչ որ ուզում ես, հա։ Օրինակ կարաս ասել, որ ես եղբոր մեր ասան կխոսայի, մի անգամից բարմը ասելու, դե սխալ բարմը ասացի, եւ դա սխալ բարը ամոթ բար է կարելի որոշ ծևով։ Հա, այո, շատ շիրակ։ Եվ ժողովուրդը լսարանը խնդա եւ ավելի հեշտ է այդպես լինել եւ քեզ համար է լավ է, որ ավելի տապանցիկ կերևնաս, ավելի ոնց որ նրանց մագարտակի կերևնաս, բայց եթե միշտ դու ինքսիկը ցույց տաս, որ դու գադարյալ ես եւ ուրիշների օրինակ իբրև օգտագործես, դիզաղելով նրանց վրա, դա լավ չէ։ Ես ավելի բարեսիրտ դառնալ սովորել եմ ծնողներիս եւ թորանս մավան միջոցով։ Հիմա ես կարող եմ հասկանալ այն ցավը, որ շատերը ապրում են։ Հստակ է, այս չէ։ Ինչու որովհետեւ երբ մեր սիրելիների մահը մենք փորձառապար ունենում ենք, այնադեն անշուշտ ինչ կլինի, ավելի մենք գտասիրտ կլինենք, հասկացող կլինենք, կարանք ավելի շիտակ ծևով, հոգադար ծևով ասեմ, խրախուսել, քան թե բարձրապես մտային հասկացողությամբ։ Ինչու որովհետև որ դու մահը արդեն ճաշակել ես, գիտես որ նայր, եղբայրս կասես, ես կհասկանամ քեզ, որ ես ալ ծնող կորցրեցի նրան եւ հասկանում եմ քեզ։ Ես միշտ վիրավորվում եմ, երբ ոխ եմ բահում։ Ես միշտ վիրավորվում եմ, երբ ոխ եմ բահում։ Անշուշտ ոխ բահելը մեզ կմնաս է, սա է նրա ասածը։ Ինձ անհրաժեշտ է ավելի շուտ ներողություն խնդրել, որքան շուտ ավելի լավ։ Մեր առողջության համար է։ Ինձ ընկերներ են պետք, որոնց հետ կգիսվեմ ծառայության ուրախություններով եւ մարտահրավերներով։ Ո՞վ մի Աստուծո ծառամինակը պետք չէ լինի։ Պետք է ունենա մարդիկ, որոնց հետ կարա գիսվել, թե ախտանակները, թե բարդությունները։ Այդպիսի ընկերներ պետք ունենք։ Ես կգամենայի, որ իմ որդիները չտեսնեին իմ հուսահատությունները, որպես հովիվ, հայր կամ ամուսին։ Ինչու որովհետև երբեմն իբր հովիվ, իբր ամուսին, իբր հայր մեր կյանքերում բաներ կպատահեն, որ նրանք կտեսնեն։ Մանավանդ իբր հոգևոր մարդ ես դու, իբր հովիվ, իբր ամուսին, իբր հայր, իբր հոգևոր մարդ։ Քո այդ հուսահատությունները երբ կտեսնեն, այո, նրանք բաներ կսովորեն, լավ բաներ կսովորեն այդ հուսահատություններից, բայց եկեղեցական այդ պայքարների միջոցով հուսահատությունները որ կլինեն եւ որ գիտնան նրանք որ եկեղեցու մարդիկ ինչպես քեզ հետ կվարվեն, այդպիսի բաները գարան մեր երեխաներին եւ մեր կիներին քայտակություն պատճառել։ Պետք է նրանց պաշտպանենք այդպիսի իրադարձություններից։ Ավելորդ կարողա չասենք, չխոսանք, որբեսի չլինի, որ նրանք քայտակվեն, սոսկուշ պետք է լինենք։ Ինքը այդպեսի գասե։ Հետո 13 կյանքը գարջ է, ապրեք այն լրիվությամբ նրա համար յուրաքանչյուր բահ, ասի Աստծո համար պետք է ապրենք ամեն բահ։ 14 ես պետք է ավելի հզոր գանգնեմ արդարության դեմ, անարդարության դեմ։ Ավելի հզոր պետք է գանգնեմ։ Ինչու որովհետև շատ ադեն անարդարություն կտեսնենք, ցաներնից չենք անում, որբեսի ո՞ր մեկուն չխրճեցնենք։ Հա մենք չենք ասում, որ թշնամիներ պիտի ենենք Աստծո ժողովրդի մեջ, իրարու հանդեպ պիտի հանենք, պիտի լարեցնենք,
կամ մեր թեմ պիտի հանենք, չէ, բայց եթե անարդարություն կա, պետք է արդարությունը պաշտպանենք։ Չէ՞ ոչ ինչու հովիվենք։ Ինչու հովիվենք։ Եվ որ մեղք կա, եւ որ մեկը մյուսին ցավացնում է, բիչի ասենք, որ խնդիր չէ, սա իրենց հարցն է։ Իրենք իրար մեջ թող լուծեն։ Ոչ, թուն երեցես, հովիվես։ Պիտի խոսիս։ Պիտի կորձը դեսես, քո բարդականությունն է սա։ Իմ ամենաանդանելի օրերից մի քանիսը եղել են, երբ ես նախանցել եմ մյուսներին ծառայության մեջ։ Երբեմն հովիվներ կան, չէ, մյուս հովիվ ավելի մեծ եկեղեցի ունի, ավելի շատ ժողովուրդ ունի։ Նախանցը շիտակ չէ։ Եվ գասե այդպիսի օրեր, որ եղած էր կյանքում, ոնց որ անդանելի էր իրեն համար։ Որ նախանցը անդանելի այդ զգացումին կտանե։ Մյուս անդանելի, ուրիշ այսինքն անդանելի օրեր եղել են, երբ ես ապրել եմ մարդկանց, այլ ոչ թե Աստծուն հաջեցնելու համար։ Սա էլ բարձ է։ Բայց տեսնում եք եղբայրներ ջան, մեր հոգևոր ծառայության մեջ նմանադիպ այս փորձառությունները ոնց որ գարանք գիսվել։ Ինչու որովհետև Աստծո գործը ամենուրեք նույնն է։ Այս եղբայրը Ամերիկայում է։ Բայց մեղավոր մարդը Ամերիկայում է, Հայաստանում է, նույն փորձառությունները դարբեր սևերով։ Երբ ես ֆիզիկապես չեմ խնամում ինձ, ծառայությունը ավելի ծանր է թվում, քան ուրախություն։ Եվ ինք, եթե իր նկարը տեսնեք, ինքը մի քիչ չաղլիկի վրա է, մի քիչ։ Ուրեմն ինքը հասկանում ասա, որ հիմա պատկերացեք, եւ որ օրինակ, եթե ոնց որ մեգումը այս փորը շատ մեծ է, խոսելու դժվարություն կտա։ Քարոզի մեջ, անկյաց։ Հա, շունչի հարց կլինի։ Երեխաները երիտասարդ են, բայց միայն որոշակի սեզոն, որոշ ժամանակի համար։ Իմ մեծակույն ուրախություններից մի քանիսը եղել են 3 որդիներիս հետ։ Ինքը 3 դղա զավակ ունի։ Եվ նրանք տարբեր սևերով հետը ծառայում են։ Եվ գասե մեծակույն ուրախություններից մի քանիսը եղել են նրա 3 որդիները։ Եվ կարամ սա հաստատել, որովհետև ինքը միշտ լավ հարաբերության վրա է նրա զավակների հետ, տարբեր ծառայությունների մեջ ներգրաված է նրանց եւ միասին ծառայում է։ Կյանքի ամենամեծ օրհնություններից մեկը ունենալ չափահաս երեխաներ, ովքեր իմ լավագույն ընկերներն են։ Այո, Աստված շնորհ կնե, որ մեր երեխաները մեր լավագույն ընկերները լինեն։ Այո, հոգևոր լավ եղբայրներ garanք ունենալ, խնդիր չկա։ Բայց մեր երեխաները մենք ուզում ենք, որ մեր ամենամդերմիկ ընկերները լինեն։ Ես այնքան խելացի չեմ գասե, որքան երբեմն մտածում եմ, որ եմ։ Դեսակ ինքսիկի վրա խնդում է, մի խոսքով։ Եվ սա լավ է այդ մտածելակերպ ունենալը, որ մեկը չկարծե, որ կարծես թե ինք ամեն ինչ գիտի, ամեն բանը ինքն է, չէ։ Այսինքն ես կարծում եմ խելացի եմ, բայց չէ, այդքանալ չեմ։ Ես երբեք սոցիալական ցանցերում վեճ հաղթել չեմ տեսել։ Ինչու որովհետև մեկը աս կասե, մյուսը այդ կասե, մյուսը այդ կասե, մյուսը կասե, վերջիչը մեկը դեռ չի ասնում։ Այսօրով բայց շատ մարդիկ կանեն այդպես, սիրում են այդպես, ոնց որ հագաջարել համացանցի վրա։ Ինք ասե, եւ ինք, որովհետև բավական աշխատանք կտապե այս ոլորտում, բայց ինքը երբեք վեճի մեջ չի մտնում։ Եվ մարդիկ կան երբեմն, որ եթե համացան չեն նրա ասածին, պրոբլեմ չի կա։ Ազո խոսքով ինչ որ գասե եւ կանցնե։ Դեղական եկեղեցին լավագույն անգադար դեղն է երկրում։ Դեղական եկեղեցին լավագույն անգադար դեղն է երկրում։ Պատկերացրեք, լավագույն անգադար բանը։ Հետաքրքրական է սա ծևը։ 23. Ես միշտ իմաստուն եմ, երբ լսում եմ ուրիշների իմաստությունը։ Ես միշտ իմաստուն եմ, երբ լսում եմ ուրիշների իմաստությունը։ Շատ հաճախ ես թվարկում եմ իմ խնդիրները, այլ ոչ թե հաշվում իմ օրհնությունները։ Երբեմն ավելի խնդիրների, խնդիրների վրա մենք կենտրոնանում ենք, քան թե այդ բոլոր օրհնությունները, որ Տերը մեզ տված է։ Եղբայրը չի ասում, որ խնդիրները պետք չէ լուծվեն։
բայց երբեմն ավելի մեր կենտրոնացումը նրանց վրա է, կարծեք թե Աստված քավլիցի մեռած է, չկա, գոյություն չունի, անկարող է մեզ օգնելու։ Չէ, Աստված կարող է մեր խնդիրներից ազատի եւ օրհնի մեզ։ Սատանան միշտ բնդրում է ճանապարհ ինձ որսալու համար։ Եղբայրը գասե սովորեցի սա, 40 տարի պլյուս ծառայում եմ եւ սովորեցի սա գասե։ Երբեմն մենք հավատացյալներս մոռանում ենք, որ սատանան գոյություն ունի։ Այո, մյուս ծառայությունն է, որ ոնց ամեն մի դեղ սատանան գտնենք, սատանան մի շատ էստեղ է, ինձ նայում է, որ ինձ պիտի արձակի կամ բաժակից, անա մյուս ծառայությունն է, հասկանում եք։ Բայց դժվարությունը սա է, որ սատանան ներկա է աշխարհում, ավեր կործելու, անշուշտ, ինչպես Մարտին Լութեր գասե, սատանան Աստուծո սատանան է։ Սատանան Աստծո սատանան է, ինչու այսին նրա ծառան է, նրա հրամանից դուրս չի կարող գալ։ Հիշեք Հոբի բարական։ Այդ առումով։ Ինտերնետը երբեք չի ներում եւ չի մոռանում։ Ինտերնետը համացանցը չի ներում եւ չի մոռանում երբեք։ Այսինքն ինտերնետի վրա բամը գրեցիր, վերջացավ։ Փուշման գերար խնդիր չէ, անի այնտեղ մնաց։ Մարդիկ պիտի արձակվեն վրա, պիտի բաներ ասեն վրա։ Ինտերնետի վրա մի դրեր, այդպես բան մի դրեր։ Եթե դնենք այդպիսի բաներ, խնդիր է, որը պիտի չի մոռանա ինտերնետը։ Իմ հաջողությունը չի չափվում իմ եկեղեցու չափով կամ իմ գազագերբության հեղինակությամբ։ Օ, մեր եկեղեցին 300 հոգի է, մյուսը գասե մեր եկեղեցին 30 հոգի է։ Հավատարմությունն է հարցը։ Աստված մեզի պիտի հավատարմության համաձայն վարձատրե կամ ասե ինչու։ Հիշում եք, մեկը 10, մյուսը 5, մյուսը 2։ Մեկ հատնալգար որ ունեցածը բահեց, որը սավ դու սավ, ասիկն ոնց որ այդպիսի մարդես խիստ եւ այլն, չէ, գնա օգտագործի այդ տաղանդի ինչ որ տված է։ Եկեղեցվո չափի համաձայն չէ մեր հաջողությունը, հավատարմության համաձայն է։ Մենք չենք ասում, որ լավ բան չէ, եւ որ փրկվածների թիվը շատանա, այսինքն աշակերտների թիվը շատանա եւ ավելի մեծ ծառայություն ունենանք, մեր ծավալը ծառայության մեծանա, բայց եթե Աստված եկեղեցու աճ չի դալի, ինչ մենք ծառայում ենք, կորձում ենք, որոշ սեզոնի համար չկարծենք, որ իմ հաջողությունը կամ ցախողությունը իմ եկեղեցիս չափից կախյալ է։ Ինձ շատ շնորհ է ցուցաբերվել Աստծո կողմից, մարդկանց կողմից, ինձ պետք է այդ բարգեւը ավելի հաջող ես անեմ, փոխանցեմ ուրիշներին։ Եթե Աստված ինձ ներեց կասե, չէ, Եփեսացիների 4:32, ես պետք է նույնը անեմ ուրիշներին։ Շատ մարդիկ, ովքեր անամացայն են իմ հետ, ճիշտ են դուրս եկել։ Այսինքն շատերը, որ անամացայն էին ինձ հետ, նրանք հետո հասկացան, որ շիտակ էին։ Բայց սկիզբը եղբոր առնչությունը անե, որ սկիզբը չեր ընդունում, բայց հետո հասկացա, որ շիտակ էին։ Նայեցեք այդ բանը, այդ ազնվությունը, անգելությունը, որ ես սխալ բաներ ռազեմ գաս եղբայրը։ Ես ամաչում եմ, թե քանի անգամ ես ավետարանը չեմ գիսվել։ Այո։ Ամենքն իսալ այդ փորձառություն եք անում, եղբայրը գասե արդեն, ինչու որովհետև երբ մտածենք այդ հնարավորությունը ունեի գարայի գիսվել եւ չարեցի, օրինակ։ Ուրիշ ադեններ արեցի Փառք Աստծո գասենք, բայց ամենքն իսեդա գլինի այդ բարակաները դարբեր, ասենք թե հանգամանքներու երեսից, ինչու որովհետև կարող է հոգնած լինես, սիրտ չունիս կամ մեղք կա, ինչու որովհետև եթե մեղք կա չխոստովանված, արկել կանտիսանա, որ գիսվիս Քրիստոսի ավետարանը, երբեմն այդպես է գլինի։ Որքան ավելի մեծանում եմ, այնքան ավելի մեծ խանդավառությամբ սպասում եմ դրախտին։ Նայեցեք եղբայրներ ջան, այս բանը վերջին քանի տարիներուն ավելի եւ ավելի իմ մեջս մեծացել է այդ զգացումը։ Որքան ցանկանում եմ դիրոջքով լինել, գիտնալով, որ թեր ուզում եմ աստալ լինել, որովհետեւ կին ունիմ, երեխաներ ունիմ, Աստված շատ բաներ տված է, ինչ որ տեր ունեմ դակավին։ Բայց դրախտի այդ քահապարը ավելի եւ ավելի քաղցրանում է։ Ձերության արծ է գարակ ասել, ուզում եմ գիտնակ, որ նոր 23 եղա։ Գադակ է, անշ, գադակ է։ Եվ գասե գամենում էի, որ միշտ այդ դեսագետը ունենայի, այսինքն դրախտի նկատմամբ, ինչու որովհետև եւ գիտես, որ քո աբակատ Աստծո շնորհով սպասում է քեզ դիրոջ ներկայության մեջ, քեզ կմոտիվացնե, այդ շարժարիտը քեզ կխանդավառի ավելի դիրոջ նվիրվելու։
Ինձ անհրաժեշտ է ավելի հաճախ եւ ավելի մտադրության բարություն ցուցաբերել։ Ավելի հաճախ գնել այս բանը, բարություն ցուցաբերելը։ Ամեն եկեղեցի ունի ստորմարտիկ։ Աստված գանչել է ինձ սիրել եւ ծառայել նրանց նույնպես։ Նույնպես։ Ուրեմն, անշուշտ, այսպիսի բան մենք կսովորենք կյանքի ընթացքում։ Սկիզբը երբ այսպես բան կբադահի առաջին փորձառության մեջ, սկսին կարող է նեղանալ, բայց հետո կհասկանաք, որ չէ, նրանք էլ մեղավոր են, նրանց էլ պետք է սիրենք, նրանց էլ պետք է հոգ տանենք իբրովիվ։ Ես ավելի հաճախ բայկարում եմ հբարդության թեմ, քան գուզեի ընդունել։ Ինչու որովհետև հբարդության այդ սկացում կա, դու բայկարում ես այդ հբարդության թեմ ասելով, որ չէ, ես չեմ հբարդանում։ Մինչ այդ ինք ասե, չէ, ավելի հաճախ բայկարում եմ հբարդության թեմ, քան գուզեի ընդունել, որ ես հբարդ եմ, ասկեդի մեջ կամ անգեդի մեջ։ Իմ ծառայության մեջ ամենավատ բահերից մի քանիսը եղել են, երբ ես գործրել եմ իմ համբերությունը։ Ես սովորել եմ, թե ովքեր են իմ իսկական ընկերները, երբ նրանց առաջարկելու, դալու քիչ բան ունեմ։ Երբեմն գիտեք ինչպես է, չէ՞։ Մենք հայերս գիտենք, ամեն աշխարհը նույնն է, միայն հայերս չէ։ Մարդիկ օրինակ քեզ հետ գալիս են ուդելու, խմելու, երբ որ փող կա։ Հիշեք անարակ որդու այդ օրինակը։ Երբ ինքը փողը դակավին հադած չէր, քեֆ անում էր։ Երբ փողը հադավ, մեկը չմնաց նրա հետ։ Մինակ մնաց, չէ՞, հիշում եք։ Հա, խոզերը նույնիսկ չընդունեցին։ Ինձ անհրաժեշտ է, հա, այո, խնդրեմ։ 4 հատ ևս մնաց։ Ինձ անհրաժեշտ է ավելի հաճախ սպաղվել ապաշխարության ղարկաբաությամբ։ Ինձ անհրաժեշտ է ավելի հաճախ սպաղվել ապաշխարության ղարկաբաությամբ։ Այսինքն մի խոսքով ասել գուզե, որ ես պետք է ավելի ապաշխարություն, այսինքն խոստովանություն անեմ ավելի հաճախ։ Այդ դիսցիպլինը ունենամ, այդ ղարկաբաությունը ունենամ։ Գիտեք, երբ մեղք գործենք, պետք է այդ մեղքը խոստովանեցվի եւ մեկտի տրվի, չէ՞։ Եվ երբ թողենք, ոնց որ գուդագվի, եւ հետո գմորանանք, եւ հետո չգիտենք ինչ պիտի անենք այդ մեղքի հետ, որը չխոստովանեցանք նախորդ անգամը։ Բայց երբ խոստովանենք, գիտենք, որ սխալ բան մոռացենք։ Եթե մոռացվի, ուրիշ անգամ դերը, այո, հնարավորություն տալիս է կարող է, որովհետեւ էլի այդ մեղքի հետ համագործակցենք եւ վերցնենք մեր մեջիցը։ Բայց ավելի անհրաժեշտ է գսե, որ հաճախ սպաղվել, այսինքն խոստովանության, ապաշխարության ղարկաբաությամբ։ Խրախուսանքը աշխատում է ավելի լավ, քան գոշտ խոսքերը։ Արագածը չէ, այդպեսի ասացվածքներ ունի։ Ուր է որ մեգումը քաչալերես, ուր է որ ծանր խոսքը, գոշտ խոսքը խոսիս։ Նույն բանը գարաս ասել խրախուսանքի ձևով, քան թե գոշտ ձևով։ Կարամ, բայց փորձառություն ուզե։ Ես պետք է ավելի շատ կարդամ։ Ամեն։ Ազոխոսքը, հոգևոր լավ քրագանություն եւ այլն։ Եվ վերջինը անշուշտ սա իր կապարն է, սխալ չէ։ Իմ թորները քրեթե գադարյալ են։ Նրան համար։ Ինչպես ասի, սա իր վերջինը իր բանն է։ Հա, քրեթե գադարյալ են, այո, քրեթե գադարյալ են։ Վերջում տվեք աշկանը ծաղես 40 Դրա համար երևի վերջի մասը բաց է։ Շատ այգ եղբայրներ ջան, ովևէ հարց, առաջ որ ամփոփացնենք այս երեգո Դավիթ եղբորը Սաղոթքով։ Հուսամ լավ ասենք թարմացումներ էր, օգտակար էր, զվարճանալի էր, շիդակ ցևով եւ ազո շնորհքով անշուշտ այս բաները նկատի առնելով ինչ որ նոր բան սովորեցինք կամ հին բաներ որ գիտեինք, հիշեցինք նորից, որ պետք է ասպես անենք, այնպես չանենք, դեռ դա որ կարողանանք մեր հոգևոր ծառայության մեջ ավելի աճել եւ ավելի անշուշտ զարգանալ, ավելի բդղապեր լինել,
ի շնորհիվ Աստծո շնորհքին, որ մեր մեջն է։ Եվ այս բաները անշուշտ կնպաստեն մեզ, ուրիշներից կսովորենք, իրար մեկ կսովորենք, ինչպես պիտի Տերը ծառայենք ավելի լավ ձևով։ Ամեն։ Եթե հարց չկա, հա, ասե։ Մի քանի ֆայլ բացենք։ Ասե, որը ուզում ես։ Առաջի 4 հատը։ Այս 40 գետերի, հա, առաջին 4 հատ, հա։ Ուրիշ։ Ուրիշ կա։ Չէ։ Երկրորդն էլ Երկրորդ էջը։ Եա։ Շատ լավ եղբայրներ ջան, եթե որևէ հարց չկա, Դավիթ եղբայրս կաղոթես մեզ համար։